Բարի առավոտ հարգելի հեռուստադիտող, օրը շաբաթ է, գարնանային հիանալի օր, թեպետ Հայաստանում վերջին գարնանային օրերն են, բայց միևնույն է մեր տրամադրությունը մնում է այսքան վառ ու պայծառ, ինչպես որ դրսի եղանակն է։ Ես բարի լույս եմ մաղթում մեզ բոլոր միացած հեռուստադիտողներին եւ հորդորում մնալ մեզ հետ, որովհետեւ եթերում ունենք շատ հետաքրքիր հարցազրույցներ եւ քանի որ ես սիրում եմ ներկայացնել այն ամենը, ինչ որ տեղի է ունենում Հայաստանում առաջին անգամ, ոգևորությունը շատ մեծ է այն թեմայի շուրջ, որը հիմա կքննարկենք։ Այսպիսով հունիսի 7-ին ժամը 19:30-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը Հայաստանում առաջին անգամ կհնչի Նեյկոմի ռեքվիեմը։ Այս թեմայի շուրջ խոսելու ենք Սաղմոսերգու հոգևոր երաժշտության արական երգչախմբի գեղարվեստական ղեկավար եւ դիրիժոր Վահե Բեգոյանի հետ։ Ողջունում եմ ձեզ, պարոն Բեգոյան, եւ բարով եք եկել մեր տաղավարը։ Մինչև թեմային մասին խոսելը, քանի որ այսպես թեյ ունենք եւ առավոտյան տրամադրություն է, պատմեք, տեսնենք ինչպես է սկսվել ձեր օրը, մինչև գալ տաղավարը, նոր կանցնենք բունզերից։ Օրը սկսվել է վազվզոցով, միշտ երբ որ առավոտյան եթեր ես լինում, չէ, միշտ ավելի շուտ ես արթնանում, պատրաստվում ես եթերի, այդպես։ Իսկ ինչպես են սկսվում ձեր սովորական շաբաթները, եթե դրանք աշխատանքի մասին չեն։ Քնելով, հնարավորինս երկար քնելով, գնալով այդ հանգիստ խաղ քնել դառնում է այդպես անհաս երազանքի պես մի բան։ Կարևորը որ շաբաթներ կան, որ փաստորեն աշխատանքի մասին չեն եւ լինում է որ Չէ, շաբաթն ու կիրակին միշտ աշխատանքի մասին են մեր պարագայում, դա դրանք հիմնականում Սաղմոսերգուի փորձի օրերն են, բայց այդ գոնե այդ օրերին առավոտյան շուտ չի փորձը սկսվում, ինչպես աշխատանքային օրերին մի քիչ ավելի ուշ հասցնում եք հասցնում եք։ Դա հաճելի է ինչ խոս։ Խոսելով թեմայի մասին, Հայաստանում առաջին անգամ կհնչի Նեյկոմի ռեքվիեմը, ոնց ստացվեց, որ եկավ Հայաստան այս ռեքվիեմը եւ ինչպիսի պատմություն կա այդ։ Պատմությունը իսկապես շատ հետաքրքիր է, որտեղ կարող ենք ասել, որ գրեթե մոռացված ռեքվիեմ է եւ անարժանորեն մոռացված ռեքվիեմ է, որտեղ շատ գեղեցիկ, հրաշալի երաժշտական նյութ ունի եւ շատ կուր հորինվածք իր ժամանակաշրջանին համապատասխան։ Մենք իհարկե կանդրադառնանք Նեյկոմին ավելի մանրամասն։ Ռեքվիեմը ես պեղեցի մի ամբողջ տրցակ արական երգչախմբի համար գրված արևմտաեվրոպական ստեղծագործությունների ցանկի միջից, որոնք օրինակի տարբերություն ռուս հոգևոր երաժշտության, որտեղ արական երգչախումբը շատ կոնկրետ դեր նշանակություն ունի եւ այդ ֆորմատի համար բավական շատ գրված ստեղծագործություններ կան արևմտաեվրոպականում, դրանք համեմատաբար կարող ենք ասել եւ քիչ են եւ ցավալիորեն անհետաքրքիր, որովհետեւ իրենք շատ ավելի ծիսական են լինում, գեղարվեստական մասը այդքան բան չի, նույնիսկ ասենք օրինակ համեմատության համար մեծ լիստի, հա, նշանավոր մեծ լիստի անգամ զինվորական ռեքվիեմը իբրև ստեղծագործություն չես կարող համեմատել հենց Նեյկոմի այս ռեքվիեմի հետ, սա բացառիկ մի ստեղծագործություն է եւ այդ պեղումների շնորհիվ հայտնաբերեցի այդ ռեքվիեմը, հետո երբ որ ուղակի նվագում էի թե ինչ է, ինքը զարմանում էի, որ ոնց կարող էր այս նյութը սենց անտեսված մնալ բավական երկար ժամանակ, որովհետեւ նաեւ մի շատ հետաքրքիր իրականություն է ձևավորվել, այս ռեքվիեմը չունի ոչ մի ձայնագրություն, աշխարհում չկա որևէ ձայնագրություն, գոնե թե թվային հարթակներում հասանելի ոչ YouTube-ում, ոչ Spotify, ոչ Apple Music, որևէ տեղ չկա։ Ժամանակակից աշխարհ չի եկել ստացվում։ Եվ ինչն է հետաքրքիր, դրա շնորհիվ այս ստեղծագործությամբ մենք կարող ենք մեզ զգալ մի 100 տարի առաջվա հանդիսատեսի ունկնդրի վիճակում, երբ երաժշտություն լսելու համար դու պիտի գնայիր համերգասրահ, ներկա լինեիր եւ լսեիր կենթանի կատարմամբ եւ ոչ թե այսօրվա նման, հա, հեռախոսի միջոցով ամբողջ համաշխարհային երաժշտական ժառանգությունը գրպանումն ես տալիս եւ կարող ես լսել ոչ թե կոնկրետ ստեղծագործություն, այլ ստեղծագործության կոնկրետ կատարում նույնիսկ։ Միանշանակ։ Հա, այս առումով մենք հիմա իսկապես մի այնպիսի իրավիճակում ենք, որ այս ստեղծագործություն լսելու համար պետք է գալ համերգասրահ, ներկա լինել եւ լսել
այնպես ինչպես 100 տարի առաջ հանդիսատեսը Պատմությունը հետ եք վերել պատմությունը ժամանակաշրջանը հետ ենք տվել մարդը սա էլ իր հետաքրքրությունն ունի իրականում որովհետև նաև ժամանակակից աշխարհում դասական արվեստում հատկապես կատարողները շատ անհավասար մրցակցության մեջ են երբևէ որովհետև երբ որ դու այսօր գնում ես լսելու անգամ այսօրվա ամենանշանավոր երգիչներին ամենանշանավոր հարթակներում լինի մետրոպոլիտեն, Covent Garden, չգիտեմ որտեղ ուզում եք ասել, Լա Սկալա, քո ականջներում մեկը հնչում է Կալասի ձայնը եւ ցավոք սրտի այդ սոպրանոն այսօր այդպես քաշային շատ տարբեր բաներում անհավասար մարտի մեջ է, որտեղ այնուամենայնիվ կան հանճարներ, որոնք համեմատությունից դուրս են, երբ որ դու անընդհատ լսել ես, մեծացել ես այդ մարդկանց կատարման վրա, իսկ առաջ այդ չկար այսինքն ձայնագրություններն էլ չկային մարդը համեմատելու որպես այդպեսին կարող էր համեմատել միայն ինչ որ ինքը լսել է ինքը անձամբ ներկա եղել եւ լսել է եւ հիմա այս առումով էլ ենք մի տեսակ հետ բերել ուզեք չուզեք պիտի հավանեք Ստորան հարգելի հանդիսատես եթե ուզում եք ստեղծագործությունը լսել ուզեք չուզեք ինչպես դուք եք ասում պիտի գնաք պետք է լինել բան այո այնտեղ որտեղ տեղի ունենում իսկ դա կոմիտասի անվան կամերային երաժշտության ազգային կենտրոնն այո իսկ հետագայում կա նպատակ դա արդեն վերելու YouTube-յան հարթակ կամ դարձնել այնպիսին ինչպիսին որ այսօրվա ստեղծագործությունը դա իհարկե մեր նպատակներից հաջորդն է այո ինքը որովհետև իսկապես անարժանորեն մոռացված ստեղծագործություն է Նեոկոմը ընդհանրապես Հայաստանում շատ քիչ կատարված կամ չկատարված նույնիսկ գոնե թե իմ ողջ երաժշտական կյանքի օրոք ես չեմ հիշում երբևէ որ Հայաստանում Նեոկոմ կատարած գուցե ինչ որ ժամանակ կատարվել է ես տեղյակ չեմ բայց գոնե թե իմ ասենք մի արդեն հեսա շուտով 30 տարվա ընթացքում ստեղծագործական կյանքի ես երբևէ Նեոկոմ չեմ լսել ընդհանրապես որևէ ստեղծագործություն Նեոկոմից մինչդեռ նա բավական նշանավոր է Եվրոպայում եւ նաեւ եղել է ծնվել է 1778 թվականին եւ եղել է նշանավոր Հայդնի աշակերտը բավական գիտեք նաև երևի թե իր շատ մոտ գրեթե ժամանակակիցը լինելու եւ Զալցբուրգում է ծնվել ինչպես Մոցարտը եւ նրա հետ այդ շատ մոտ ժամանակակից լինելով անշուշտ մի քիչ ստվերվել է Մոցարտի հետ էլի բոլորն են ստվերվում Մոցարտը անհամեմատելի երևույթ է բայց նաև պետք է ասել նրա մեծարանքը Մոցարտի հանդեպ, որովհետև Մոցարտի ռեկվիեմի առաջին վերականգնողը եղել է հենց Նեոկոմը եւ մեզ հասել է նրա, ասենք, այսպես խմբագրությամբ տարբերակը եւ հետո որը ստվերվել է Զույսմայերի այդ լրացումով եւ նրա ուրեմն խմբագրությամբ եւ Նեոկոմը եղել է իր ժամանակվա գրեթե բոլոր արքունիքների նոր ռեստավրացված ֆրանսիական արքունիքի, պորտուգալական եւ նոր հիմնադրված բրազիլական արքունիքների կոմպոզիտորը, արքունական եւ նրա ստեղծագործական ընդհանուր ժառանգությունը ընդգծված ազդեցություն ունի այդպես արքունական պատվերների նրա եւ նրա ժառանգության մեջ շատ մեծ մաս են կազմում ռեկվիեմները ընդհանրապես այսինքն բավական ռեկվիեմներ ունի գրած որոնցից ամենանշանավորը Լյուդովիկոս 16-րդի մահվան 20-ամյակին նվիրված ռեկվիեմն է, որ հաճախ կատարվում է, ձայնագրությունները կան, դրանք արդեն կան։ Այո, դրանք արդեն կան եւ դա գրվել է այդպես Նապոլեոնների այդ վերականգնված կայսրության պատվերով եւ խորքի մեջ այս ռեկվիեմն էլ ֆրանսիական արքունիքի պատվերն է, որտեղ գրվել է Դրոյի արքայական կապելայի համար իսկ դրոյի արքայական կապելան Օրլեանների տան դամբարանն է այնտեղ են ամփոփված Օրլեանների ընտանիքի այդ նշանավորական ընտանիքի ներկայացուցիչները եւ իր ֆորմատով շատ հետաքրքիր է արական երգչախմբի 4 տղամարդ սոլիստների եւ երգեհոնի համար այսինքն ինքը ճունի նվագախմբային
մաս, որովհետև գրվել է հենց կոնկրետ վայրի համար, կոնկրետ այդ կապելայի համար եւ հավանաբար հենց կապելայի հնարավորությունների համար, այսինքն այնտեղ եղել է արական երգչախումբ, եղել է երգեհոն եւ մարդը ելնելով այդ իրականությունից ստեղծել է այդ ռեկվիեմը այդ տարածքի, այդ միջավայրի եւ այդ կազմի համար։ Այս առումով էլ շատ հետաքրքիր է եւ այդ կազմը այսպես շատ հաճելիորեն համընկավ Սաղմոսերգուի եւ կամերային երաժշտության տան եւ կամերային երաժշտության տան տնօրենության կողմից ուղղակի փայլուն վերականգնված նոր վերականգնված երգեհոնի, որը ամբողջությամբ ուղղակի քանդվեց եւ նորից հավաքվեց հրավիրված Եվրոպայից հրավիրված մասնագետների կողմից, ինչի համար կարծում ենք բոլոր երաժիշտներս եւ ունկնդիրներս իսկապես պիտի շնորհակալ լինենք կամերային երաժշտության տան տնօրենությանը, դա մեր օրերում բավական դժվար արվելիք գործ է, երգեհոնը իսկապես շատ դժվար գործիք է, չափերից սկսած, հնչողությունից սկսած, նվագելուց սկսած, մինչև պահել է այդ գործիքը աշխատանքային լավ վիճակում եւ այսպես համընկավ այս ամեն ինչը իրար հետ եւ ես շատ ուրախ եմ, որ այս ռեկվիեմը կկատարվի, կմտնի նաեւ մեր երկացանք, գուցե թե տեսանկարահանվի նաեւ ունենանք դա արդեն նաեւ այդ վիճակում եւ պատմական անցյալից բերված ստեղծագործությանը ժամանակակից շունչ եք տալիս, ստացվում է նաեւ ինչ որ չափով։ Փորձում ենք վերակենդանացնել այդ ստեղծագործումը, ան որ ինքը իսկապես անարժանորեն մոռացված գործ է, որտեղ հաճախ մոռացվում են քիչ թե շատ գեղարվեստականորեն պակաս, բայց սա այդ դեպքը չէ։ Սա բացարձակապես այդ դեպքը չէ։ Նաև հավանաբար չի կատարվել հաճախ, որովհետև իսկապես Եվրոպայում արական երգչախմբերը շատ ծիսական են, իրանք շատ ծիսական են, չունի այդ ռուսական երգչախմբերի հզորությունը, հնչողությունը, խորքը նույնիսկ, չէ, մենք ռուսական արական երգչախմբերը որ երգում են, խորություն ենք զգում։ Հսկայական օվկիանոսի մեջ է հայտնվում, իսկ եվրոպական ծիսական երգչախմբերը եւ արական երգչախմբերը գրեթե միշտ ծիսական երգչախմբեր են եւ իրենք այդպես բավական այսպես ծեսը սպասարկող համեստ եւ ի սկզբանե այդպես էլ գրվել են, ինչպես ասեցի, լիստի օրինակով, նույնիսկ լիստը գրել այդպես շատ համեստ։ Սաղմոսերգու արական երգչախումբը կկատարի, հետաքրքիր է ինչպեսին է նրանց արձագանքը, երբ փորձեցիք ներկայացնել, որ վերակենդանացնում եք մի բան, որը որ ամեն դեպքում ունի արժանինքներ, բայց ետին պլան է մղվել եւ ինչպես էր արձագանքը։ Տղաները նախ ասեմ, որ բոլոր պրոֆեսիոնալ երաժիշտներ եւ մեծ փորձ ունեցող նաեւ եւ երգելու ընթացքում իրենք էլ էին պարբերաբար ապշում, թե այս որտեղից էս պեղել, այսքան գեղեցիկ երաժշտություն եւ այդ երգելու ընթացքում իրենք էլ էին ոգևորվում։ Հետո քանի որ նաև տարբեր տեղեր են աշխատում, այդպես այդ լուրերը գնում գիտեք ինչ երաժշտությունը, հա, ինքը իսկապես տղաներն էլ շատ ոգևորվածությամբ, շատ սիրելով մտան այդ գործի մեջ, որտեղ երաժշտությունը ինքը տանում է, այո։ Մանավանդ երբ որ դու երաժիշտ ես, այդպես ինքը քեզ այդպես ստրկացմամբ բան կա երաժշտության։ Ստացվում է փորձերից հետո էլ են տանում երաժշտությունը իրենց հետ եւ տարածվում։ Լավ երաժշտությունը ոչ թե փորձերից հետո, հատուկ այդպես կյանքով տանում ես արդեն քեզ հետ, կամ ինքն է քեզ տանում, ուր որ տանում է։ Հանդիսատեսն էլ կարծում եմ իր հետ կտանի երաժշտությունը, ինչպիսի սպասելիքներ ունեք հենց նրանցից։ Կարծում եմ հենց այդ ինչ որ նոր ու կորած մի բանը որ հայտնաբերում ես, մանդարժեքավոր մի հնություն հայտնաբերելուց մարդը ինչ խանդավառություն ունեն, ինչպես է ոգևորվում, կարծում եմ հանդիսատեսն էլ հուսամ որ այդ վերաբերմունքով կլինի, որտեվ ստեղծագործությունը իսկապես գեղեցիկ է։ Նեոկոմի երաժշտական ժառանգությունը ընդհանրապես շատ հետաքրքիր է, որտեվ նա կլասիցիզմից ռոմանտիզմ անցնելու այդ շրջանում է եւ այդպես շատ կլասիցիստական թվում է թե այդ երաժշտության մեջ մեկ է ռոմանտիզմի ինչ որ հետաքրքիր բայց բարդ ժամանակաշրջան է եղել շատ ստեղծագործելու համար։ Իսկ կա ոչ բարդ ժամանակաշրջան ստեղծագործողի համար, կարծում եմ ստեղծագործողները միշտ բարդ ժամանակաշրջանում եւ երևի թե հենց դա էլ պայմանավորում է ընդհանրապես ստեղծագործելու համար կոմֆորտ զոնայում գրեթե երբեք ոչ մի արժեքավոր բան չի ստեղծվել, միշտ դրանք ստեղծվում են այդպես նեղությամբ ծանր էքստրեմալ իրավիճակներում, հա,
Շոստակովիչը պետք է բլոկադայի մեջ լիներ գրելու համար այդ նշանավոր սիմֆոնիան։ Համամիտեմ շատ, այո։ Սա Մոսերգու արական երաժշտական խմբի մասին եթե խոսենք, ինձ պատմությունը ներկայացրեք, գիտեմ, որ արդեն 1 տասնամյակ եւ ավելի գործում է, ինչպիսի պատմություն կա արդեն իրենց յետևում։ Երգչախումբը ես ստեղծել եմ 12 թվականին, 2012-ին արդեն 13 տարի գրեթե մենք բավական բուրըն կարելի է ասել ստեղծագործական ընթացք ենք ունեցել եւ ունենք հիմա էլ այս ընթացքում համագործակցելով նաեւ շատ տարբեր խմբերի հետ ունենալով հյուրախաղեր Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում 2023 թվականին մեր այսպես շատ նշանակալից տարի եղավ մեր հյուրախաղերի առումով, որտեղ դա շնորհալու մահվան տարելիցներ 800-850-ն արդեն ես եմ։ Ամեն դեպքում բավական երկար։ Եվ դրան նվիրված մենք մեծ համերգաշար ունեցանք Վենետիկում եւ Գերմանիայում, Վենետիկում Ջինի հիմնադրամի եւ Մխիթարյան միաբանության ջանքերով կազմակերպվեց համերգ բացառապես ներսես շնորհալու ժառանգությունից բաղկացած, որը տեղի ունեցավ Սան Ջորջո Մաջորե եկեղեցում, Պալադիոյի նշանավոր տաճարը, շատ մեծ հսկայական տաճար, որտեղ նույնիսկ ֆրանսիացիների Հռոմը գրավելուց հետո պապական կոնկլավը պապ ընտրելու տեղի ունեցել հենց այդ տաճարում, այդ վանքում, որից հետո ունեցանք Եվ թե պատմության մեջ առաջին անգամ կատարվեց բազմաձայն արևագալի ժամերգություն, որ ամբողջությամբ ներսես շնորհալու ժառանգությունն է Վենետիկի ամենասրտում Սուրբ Մարկոսի տաճարում եւ Վենետիկի պատրիարքի հանդիսապետությամբ աղոթքները այդպես պարբերաբար լատիներեն, իտալերեն եւ հայերեն կարդալով Մխիթարյան միաբանության մասնակցությամբ սա բացառիկ իրադարձություն էր, որից հետո այնտեղից մեկնեցինք Գերմանիայի հայոց թեմի կա ուրեմն հովանավորությամբ եւ ունեցանք համերգներ Քյոլնում, Մյունխենում, Շտուտգարտում, մի քաղաքի Եվրոպան ստացվում է, որ ձեզ չի կարոտում, ձեզնից անպակաս չի ամեն դեպքում շրջագայությունները շատ են։ Հուսանք, որ այդպես կշարունակվի եւ Հայաստանում էլ բավական հաճախ համագործակցել ենք տարբեր երաժշտական խմբերի հետ նաև եւ Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի եւ սիմֆոնիկ նվագախմբի հետ 15 թվականին Հայաստանի պետական կամերային երգչախմբի հրավերով, որի մաս եմ նաև ես, այո, մենք նաև Գյումրիում Ֆրանցիսկոս Պապի պատարագին մեր մասնակցությունը ունեցանք, այսինքն բավական հագեցած, այո, բավական հագեցած, իհարկե նաև այս տարիներին շատ սերտ համագործակցություն ունենք Կոմիտաս թանգարան ինստիտուտի հետ, Կոմիտաս փառատոնի շրջանակներում ձայնագրեցինք եւ Հայաստանի ազգային հեռուստաալիքի ՀՄԷԿ-ի հետ համատեղ տեսանկարահանեցինք Կոմիտասյան պատարագը ամբողջությամբ Փարեջավանքում եւ դրանից հետո նաեւ մի շատ հետաքրքիր պրոյեկտ էլ իրականացրեցինք Կոմիտասյան պատարագը ամբողջական որ մեզ հասել է արական երգչախմբի համար է գրված բայց կան նաև երկսեռ կազմի համար գրված տարբեր տարիներին գրված եւ մեզ հասած այդպես պատարագի երգասացության կտորներ, պատառիկներ մենք մեր շատ նշանավոր երաժշտագետ, կոմիտասագետ եւ մեր ավագ ընկեր Մհեր Նավոյանի հետ կազմեցինք այդ ծիսական հերթականությամբ համախմբեցինք, հավաքեցինք այդ երգասացությունները եւ Գեղարդ երգչախմբի հետ, որի գեղարվեստական ղեկավարն է պարոն Նավոյան եւ Անահիտը Պապայան, որը խմբավարն է, էլի տեսանկարահանեցինք, արդեն կարելի ասել Կոմիտասյան մի հետաքրքիր նոր պատարակ երկսեռ կազմի համար չի կարելի ասել թե դրանք բոլորը իհարկե ինչ-որ ժամանակաշրջաններում կատարվել են, բայց այդպես կտոր ինչ որ համերգների մեջ, բայց այսպես որպես մեկ ամբողջություն, իբրև ծիսական մեկ ամբողջություն կարող ենք ասել, որ առաջին անգամն էր եւ դա եւս տեսանկարահանվեց եւ եթե գնաց եւ մենք այսպես
բավական սրանք կարևոր նյութեր են, որոնք արդեն ունենք արդեն։ Եվ արդեն կունենանք շուտով նաև ռեկվիեմը։ Խոսենք նաև շարունակականության մասին։ Հունիսի 7-ից հետո կան մտքեր դա շարունակական դարձնելու, հանդիսատեսը մի քանի անգամ դա լսելու կամ նոր հանդիսատեսը։ Առաջ աստված այս պահին ճիշտն ասած միշտ այդ կարգի համերգները կազմակերպել դա բավական դժվար, ծախսատար եւ ուժ, նյարդեր, կյանք պահանջող process է, բայց հուսամ առաջ աստված կարծում եմ հնարավոր գուցե թե նաև արտասահմանում կատարումներ լինեն, որտեվ այս ռեկվիեմը դրսում էլ գրեթե չի կատարվում, եթե այսինքն գոնե վկայված այդպես որ կատարվել է վերջին 100-150 տարվա ընթացքում չկա։ Հետաքրքիր է պարոն Բեգոյան, եվրոպական ստեղծագործությունը գալիս է Հայաստան, վերակենդանանում է եւ կան մտքեր դա նորից դեպի Եվրոպա։ Ինքը իսկապես հետաքրքիր բան կլինի, մանավանդ որ այդ ֆորմատը համապատասխանում է եվրոպական ցանկացած այսօր տաճարում նույնիսկ դու կարող ես, այսինքն քեզ հնարավորություն է տալիս այդպես շատ ճկուն ամեն տեղ այդ ռեկվիեմը կատարելու։ Շնորհակալ եմ այն մտքերը, որոնք որ բարձրաձայնեցիք, թող իրականություն դառնան։ Եվս մեկ անգամ հանդիսատեսին մեր հեռուստադիտողին հիշեցնելով հունիսի 7-ին 19:30-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը Հայաստանում առաջին անգամ կհնչի Նեյկոմի ռեկվիեմը։ Նրանք ովքեր հետաքրքրված են եւ առհասարակ ունեն ցանկություն այսպես հոգում խաղաղություն գտնելու, կարծում եմ կհամաձայնվեք ինձ հետ, կարող են մասնակցել եւ իսկապես այն հետաքրքիր կլինի։ Դարձյալ շնորհակալ եմ, պարոն Բեգոյան։ Հարգելի հեռուստադիտող, մենք կունենանք կարճ դադար, որից հետո դարձյալ տաղավարում հետաքրքիր հարցազրույցներ են սպասվում մեզ եւ ձեզ։